Բարևձեզ, հայ հորիզոն ձեզի հետ է այսօր Քոլեջ Լավալի սալ Մախսոլեն շամպանիայեն ներս։ Այսօր հոս տեղի ունեցավ երկար սպասված Թորոնտոյեն հատկապես հրավիրված Սփյուռքի ցայն խումբին համերգը, որը գազմագերբություն էր Լավալի Սուրբ Գևորգ եկեղեցվո հոգապարծության եւ Ծերնարգը գոհովանավոր էր քերաշնոր դեր Փափկեն arczepiskopos Չարյանը։ Եվ առաջ ասեմ մեր երկրորդ այցելությունն է այս տարի Մոնտրեալ եւ առաջին մենահամերգը, այսպես ասեմ, եւ համերգային դահլիճի մեջ ընդհանրապես հայ երգը երբ որ դահլիճի մեջ ներկայացվի, կարծեմ բոլորս ուրախ ենք, հբարդ ենք եւ ինչ որ չափով արժանի կդարձնենք այդ արվեստը մեր ազգին եւ կմատուցենք մեր ժողովրդին։ Սենք երկացանք մոբադրաստած եք առաջին բաժնի մեջ։ Առաջին բաժնի մեջ ունենք դարբեր երգեր, ընդհանրապես լման հայդակիրը դարբեր երգեր ենք պատրաստել, փորձեցինք բոլոր ժողովրդին, այսինքն ամենուն touch անել սանկցիովը, հայրենասիրական երգեր ունենք, սիրային երգեր ունենք, ժողովրդական երգեր եւ աշուղական եւ շատ ավելին։ Թորոս ինչ ունի սսելիք Մոնտրեալի հանդիսադեսի մասին։ Թեմքերը, այսինքն նայելով համերգին ժամանակ շատ անանգնկալի եղավ ամենուն, որ այս տեսակի համերգ պատրաստած ենք իրենց համար։ Եվ իսկապես այսինքն ոչ միայն զարմանալի հբարդություն մնալ գար, որ դուք կանադայեն եք եւ մեր դղակնեք եւ այսպիսի ցայն եւ այսպիսի ներկայացում մեզի համար մեծ հբարդություն կներշնչե, ինչու որոշեցիր այս խումբին մաս կազմել։ Ես փոքր դարիքեն Սևագին հետ միասին մանկաբարձեն իվեր սկսանք երգելու նաև դարբեր նվագարաններով միասին ճուտակ նվագեինք, ուրեմն անանքը սկսավ եւ ինչպես մտանք նախագծարան մեր դասարաններուն եւ երգի դասավանդության ժամանակ սկսանք ավելի հետաքրքրություն ցույց տալ եւ մտնոլորտը մեզի շատ զվարճացուց։ Պետք է ասեմ հոս ճիշտ է Թորոսը, որ մեր մտնոլորտը կբարդինք ողորմած Մեղրիկ Ծայրակուն Վարդապետին, Հայր Մեղրիկին, որ ինքը Թորոնտո երբ որ ժամանեց, իսկապես մեզի ուղեցույց եղավ մակրամակուր հայրենասիրության, ինչպես գիտեք Հայր Մեղրիկը գոմիդասակետ էր եւ այսինքն իր վարմունքներով, իր խոսքերով, ինչպես այսինքն մեր հանությունը կջանչնա իրեն երջանկայի շադակ եւ իսկապես այսինքն ինքը գրնակ կեցավ այն ադեն երբ որ թե եկեղեցու մեջ եւ թե դբրոցի տասաբահերու ժամանակ եւ այդպեսով գնալալ փամը արտնցավ մեր մեջ եւ մենք այդ գորիզը ստեղծվեցավ ասենք ասենք եւ շարունակեցինք եւ մաս կազմեցինք համասկայնի երջախումբին։ Ուներ Հայր Մեղրիկը այդ կարողությունը դաղանտներ դուրս բերելու իսկապես։
Ամենամեծ ասենք challenge-ը, դժվարությունը, երբ որ երգ մգնդրեք, որովհետև ամեն երգերը քարացայնի համար չեն գրված։ Ամենամեծ Գրնամսել որ որոշելն է դոնայնությունը երկին, քանի բոլորս ալ ունենք դարբեր ցայներ, դարբեր ռեյնջեր ասենք, եւ որ գտնենք այդ մեր կեդինը որ բոլորիս ալ համացայն գլա, դի մի քիչ մեզի համար դժվար է, եւ հետո արդեն երթալով, բայց մեզի համար երբեք չի եղած երկը որ շատ դժվարություն կդածենք իրար մեջ, քանի որ իրար հետ թե շատ համ գարնենք երկելով, երկրորդ ալ միշտ համացայն ենք իրար հետ, միշտ հասկացող, հասկանալով երկենք իրար հետ Եվ ընդհանրապես այսինքն թիրուն է, բայց մի քանի բզդիկ բաներ կա մինչև երգը իր ծևին կա, գիտնանք որ մեկ պարտը ով պիտի երգե քարացայնի բաները, ինչպես պիտի բաժնենք ընդհանրապես, բայց հաջելի, այսինքն դժվար է, բայց հաջելի ջամփա է շատ որ գերտանք իրար հետ բոլորս։ Գբարդինք նաև մեր սիրելի երաժիշտներուն Արթուրը, Հովոն եւ Ռազմիկը, որ միշտ մեզ հետ են, ընդհանրապես, այսինքն աս մեծ համերգներուն եւ այդ աշխատանքը իրարու հետ գնենք, գշաղենք ինչպես կսեն, միտքի մարզանք գնենք եւ արդյոք ուր գլա, ինչպես գլա, ինչ տոնայնությունով կոնե ես կրնամ ասել, ես երաժշտակ հետ չեմ, երաժշտա սերեմ, անշուշտ ինչ-որ չափով ուսանած եմ, սակայն իրենց կբարդինք այդ մնացյալ աշխատանքը եւ անշուշտ երբ որ պետք է գտիմենք ուրիշ երաժիշտներու կարծիքին միշտ Քանի ցայնակրություններ ըրացեք մոտավորապես 8-ից 9-ից ավել արդեն դարբեր պրոջեկտներու վրա աշխատած ենք դարբեր կատեգորիներու եւ արիտներու համեմատ հիմա վերջերս մեկ ամիս առաջ ցայնակրեցինք նոր շարամը ավելի թեթև ավելի նոր երգերով եւ դեսահոլովակն արդեն նկարած ենք եւ հիմա աշխատին վրան եւ մոդորեն արդեն դուրս կուքա շատ ոգևորված ենք հատով քանի նորեն բավական աշխատեցանք իրա վրա եւ փորձեցինք նորեն սիրուն երկել դնել իրար հետ քանի շարանի բանը հեշտ չի որ գտնես երկեր որ իրար հետ իմաստով եւ եղանակով եւ ամեն ինչով կգնա նստելով 4-ս իրար հետ նվերը հոս չի հիմա բայց 4-ս իրար հետ նստեցանք եւ ընտրեցինք երկերը մեկ-մեկ եւ ցայնակրեցինք Աչքեր թախծող Դուք միշտ խոնար, դուք միշտ անչար Անչով մարդու հավանացող Տարի միայն մի օր պայծառ Լույսի լճակ աչքեր դրդում Այս երդացավ այսպես
Շատ շնորհակալ ենք Սպիրկիցային, միշտ բարի եկած եք Մոնտրեալ, սիրելի հերոստատիդողներ, ահավասիկ մեր դղակնեն, մեզի հբարդություն կներշնչեն եւ գհուսանք, որ միշտ քաչալեր գլակ, ուր որալ իրենք համերգ տան, ներկա կգտնվիք։ Շատ շնորհակալ ենք անգամ եւս։ Անչափ շնորհակալ ենք եւ երախտաբարդ այս քեղեցիկ արիթին, որ ընձայեց առաջնորդարանը եկեղեցին մեզի եւ ընդհանրապես, այսինքն այս արիթը մեզի է, բայց վստահ եմ արիթները կստեղծվին նման խմբակներուն, նման սպյուրքի մեջ ծնած կամ սպյուրքի մեջ կոյություն ունեցող, որտեղ կարծեմ այսօր մեզ միավորող հանգամանքը թե Հայաստանի, թե հայության համար շատ կարևոր է, որ քոնե մշակույթով մենք ապավինենք եւ նեցուկ կանգնենք իրարու եւ ցկտինք ավելի լավին։ Շատ շնորհակալ ենք, շատ խելացի խոսքեր էին, շնորհակալ ենք։ Ողջ մնաք։ Բարև Զավեն։ Բարև Թամար, ինչպես ես։ Շատ լավ գփայլի սկոր այսօր։ Փայլելու օր է գարցեմ ադոր համար, կամ ավելի ճիշտ է փայլելու երեգո։ Այո, եւ գտեսնեմ, որ բավական excited է ամեն մարդ այս համերգին համար։ Առաջին հանկանագային բնույթ ունեցող համերգի ասենք ստայլ բամարած է Սուրբ Գևորգը, ինչպիսի փորձառություն է եղավ։ Նախ ասեմ, որ տունալ հոնդերն անցած է իբր համասկայինի ադնաբեդուհի ագունքով կամ այլ համերգներով բավական դժվար է այսպիսի ցերնակը հաջողցնել դրական ծևով, որովհետև գարձես բոլոր քաղաքներում մեջ այսպիսի համերգներ դեր ժողովուրդը չէ վարժված, ով գիտե այո, բարահանտեսները, խրախճանքները իրենց դեղ ունին, բոլորը սա գսիրենք, բայց նաև մշակութային առումով երբ նայենք, այսպիսի ցերնակներ ալ պետք են, որովհետև ունգընտրողը հանդիսադեսը պետք է ճշգրիտորեն իմանա երկերուն նշանակությունը ինչ է։ Լա դիգա հոգևոր երկեր, լա ասկային, լա բարձ ժողովրդական երկեր, որովհետև մեր կուսանները, որ ժամանակին կրած են աս երկերը, իմաստով կրած են։ Եվ երբ որ հանդիսադեսը նստարանի վրա նստած գտիդե երկիչին եւ գունգընտրե երկերը ավելի լավ ծևով գմբրնե եւ ավելի այդ երկին մեջ են գներշնչվի, գողեվորվի եւ երկ ավելի իմաստանից իմաստությունը գահսկնա։ Ինչ որ շատ կարևոր է, ինչպես որ սիր այսօր ալ պետք ունենք սիրելի հերոստատիդողներ, նստիլ վայելել, ըմփոշխնել, երկին երաժշտությունը վայելել եւ բարերը։ Սպիրկիցայինը ես թերևս սկսա ունգընտրել իրենց 4 տարի առաջ, 5 տարի առաջ
եւ այս տարի որ հոյիտա կանադայի բանական միությունը այդ արիթ ունեցավ իրենց հրավիրել իրենց Փետրվարյան Աբստամբյան ցերնարգին արիթ ունեցա հայկետրոնիցիան ռադիոյի մեջ են իրենց հետ հարցազրույցներ եւ երբ որ սկսա իրենց հետ խոսիլ թուրան նշмарեցիր որ ազդրակը դարբեր դաղանտ են եւ երկուսը նույնը ասենք որ կարեւոր է քաչալերել իրենց որովհետեւ կանադահայ քաղուտի արդատրություն են ամեն դեղի ժամանած հոս մեծած Տորոնտոյի մեջ եւ մի քանի երկեր կան մանավանդ երկին անունը պիտի նշեմ իմ Արցախ շարան ունին YouTube-ի վրա գրնան դեսնել իրենց ալսի եւ առանց ամուսնալու մեր հերոստատիդոներուն ագսեմ թերևս խանգարված օրեր գանցնեի գիտես ջնշում բան եւ այն Արցախ իմ Արցախ շարանը օրմնդի գնելու սկսա հանդարտեցուց հանգչեցուց ինձի Յետքեր սկսա իրենց Երանի երկը միտի գնել Ադիգա ավելի մեկ քայլ արջև դարավ եւ իրենց խմբագիները սիրա արվեցա եւ մեզի համար իբր կանադահայ քաղուտ պետք է քաչալերել ասպիսի դողոց որովհետեւ մեր արդատրությունն է եւ երկերը որ երկեն կորձիկավորումները որ կօգտագործեն ժամանակագից է եւ հավատարիմ մնացած են փուն երկի հիմքին Հայաստանից առաքելական եկեղեցին նաև այդ վահաններն մեկ եղած է հայ մշակույթին տարեր շարունակ եւ գշարունակել լալ գողկողքի համագործակցելով անշուշտ համասկային հայ մշակութային միության հետ եւ Հայաստանից առաքելական եկեղեցին որ թիգունք պետք է գտնի ասպիսի նախաձեռնություններու լա ժողովրդական երկերու կամ հոգեվոր երկերու ուրեմն այդ բարդականությունն ալ գսկանք մենք իբրև հոգապարտություն եւ եկեղեցի որ այսպիսի նախաձեռնություններ ալ ստեղծել
Կավիկ գծետը բրացտասը մեր եկեղեցու ամենահաճող մեկ ծրագիրները մեկն է եւ 25-30 բադանիներ ամեն շաբաթ գուքան փորձ կնեն ամեն ժանրի դիբի երկերով անշուշտ հոգեվոր երկերով բادرակներով մասնակցին նաեւ ինչպես ասի մեր առաքելության մեջ է իրենց մեջ մտցնել ասկանասիրությունը հավատքը եւ գուզենք նաեւ ասփեմեն իրենք ծաղգին եւ մեր քաղուտը վերածանոթանա իրենց եւ իրենք լավսկան որ դեսեք at մեր փորձերը որ գնենք իզուր չեն եւ հանդիսադեսնալ դեսնե որ մեր քաղուտի մեջ կան ասպիսի հրաշալի բադայներ որ դերևս հոմենական չեն կամ համասկայնի մեջ են կամ բադայգանի մեջ են բայց գուքան եւ ասպիսի տաստիարակություն կստանան Իսկապես շատ շնորհակալ ենք ամենայն հաջողություն ցեզի Շնորհակալություն տամար մանավես Բարև ձեզ։ Այսօրվա մեր հյուրը հadouk ժամանած է Լիբանանեն։ Դոկտոր Հակոբ Տեր-Ղուգասյանը ծնած է Բեյրութ, ավարտել են յետք համասկայնի Հայք եւ Մելանքթոն Արստանյան ջեմարանը, ուսումը կշարունակե University of St. Joseph-ին մեջ, ուր կստանա սինեմայի վգայգանը 1994-ին եւ ապա նույն ջուրի մեջ master's degree-ն եւ դոկտորան։ Համալսարանի դարիներուն անգեհեդեվի նաեւ թատրոնի դասընթացքներու 1998-ին ի վեր գտասավանթե նույն համալսարանի մեջ եւ 2002-ին սկսյալ Լիբանանյան համալսարանի մեջ 1997-ին ի վեր գստանցնե Մոնոց Թադերասրահի դիրեկտոր տեխնիկ Բաշտոնը 1998-ին գհիմնե Mephisto Lighting Group-ը, որ տեխնիշներու խումբ մնե 2011-ին ի վեր գվարե համասկայնի Կասպար Իփեգյան Թադերախումբի Պեմատրիչի Բաշտոնը Իսկ 2016-ին անգհիմն է իր անձնական Լիբանանյան թատերախումբը, որ կգոչվի Collective de l'Acte։ Այս բոլորին զուգահեռ Հակոբը Գիլիգիո գաթողոսության հայագիտական հիմնարկեններս դասավանդած է նաև արվեստի եւ հայկական թատրոնի պատմությունը։ Բարի եկած ես Հակոբ մեր մեջ։ Բարի տեսանք։ Շատ ուրախ ենք, որ այս արիտը ստեղծվեցավ Կանադա այցելությանդ։ Գարզեմ ծեր առաջին այցելությունը չէ։ Չէ, ասկից առաջ եկած է երկու անգամն թատրոնով եկած է, բայց սպես ենք ճպաղտապար Լիբանյան թատրոնով, հայկական թատրոնով։ Այո, եթե գնաս մեզի խոսիլ այդ արիցը, որուն պատճառով խոսում գտնվիս։ Ուրեմն ասկից մոդավորապես մի քանի ամիս առաջ մեմ եկած է նույն խումբով, բայց դարբեր պիես մներ եւ հիմա նորեն մեզի կանչեցին, հրավիրեցին, նորեն եկանք, ասանկամ 3 ելույթ դարբեր քաղաքներու մեջ, առաջինը լավալ էր, ասկեց 2 օր առաջ էր շատ լավ անցավ, մեծ սյուքսե, ուրեմն վաղը գերտանք Տորոնտո, մյուս օրը Տորոնտո գխանք, կվերադառնանք հետո եւ գիրագի Կատինո գխանք, վերջին ելույթը Ուրեմն աս Լիբանանյան թատրոնը արաբերեն լեզվով է գենթադրեմ։ Այո, արաբերենով է։ Երկու նշանավոր տերասաններ կան, Ֆուադ Յամինը եւ Սիսին, Սինթիա Կարամը, իսկ Պեմատրիչ քրոները, որտեղ զույգ են, երկու հոգի են, Քարիմ Շբլինը եւ Սարա Աբդոնը։
բոլորն համալսարան ժամանակին իմ աշակերտներս եղած են Լիփայյան համալսարանը։ Եվ դուք աստադրոնին հետ իբր Լույսի պատասխանատու։ Շատ հետաքրքրական։ Լիբանանի մեջ Հակոբ ինչ է, ասենք, թատրոնի մշակույթը, գա այդ հետաքրքրությունը ժողովրդին մոտ գլեցվին սրաները։ Այո, շատ դարենակ է, ժամանակին սինեման էր, որ եկավ եւ կոչեց թատրոնի վրա, մարդիկ շատ ավելի սինեմա գերտային գոր, բայց աս վերջին 10 տարին ասենք, ասես իդ comeback մգա տեպի թատրոն գարձես, ասես գենտանի լայվ բաներու սկացումներու ավելի բան գդրվի գոր, արիտ գդրվի գոր եւ հիմա ներգայիս գրեթե ֆուլ են սրաները։ Դեր ապահովելու համար մեկ տարի հիմա եթե երթամ ես սրա ուզեմ ապահովել, գրեթե մեկ տարի հետո հազիվ կգնամ առնել։ Բայց ինչպիսի թատերախաղեր գսիրե ժողովուրդը։ Նայ ամեն ինչ գրամցվի գոր ժողովուրդին եւ ժողովուրդը ինքը գզադե, այսինքն անոր կոմեդին գսիրե կոմեդիային գերտա, անոր դրամատիկ գսիրե դրամատիկին գերտա, ամեն ինչ կա միան պիեսներ չան, այսինքն բարի ելույթներ կան, կոնցերտներ կան եւ այլն, այսպես live performance-ը ասենք իդ կյանք արավ Լիբանանի մեջ։ Այո։ Մենք խոսենք մեզի հետաքրքրող Կասպար Իբեգյան թատերախումբի մասին, ուր բեմադրիչն եք, ուրեմն ինչպես կընթանանախ աշխատանքը համասկայնի թատերախումբին։ Մենք նոր վերջացինք մեր ելույթները, մոտավորապես մեուգես տարի աս պիեսը կաշկշենք կոր, Վաչե Ադրունիի պիեսներ են մեկնել, Մարտը Ատլանտիսեն, Վաչեինալ 50 տարի գլարգոր բեմի սպես ասպարեզի մեջ, իրեն ասպես բզիկ օմաժ մնալ էր ասիգա, եւ պիեսը բավական հետաքրքրական էր, Վաչեն ներշնչված էր Ուիլյամ Սարոյանի Քարանցավի բնագիչներեն, եւ պիեսը գրած էր, ուր 4 հոգի աղբանոցի մեջ կաբրին, որովհետեւ մեր society-ին, մեր ընկերությունը ասպես դուրս նետածեր են, սպեսիալ քայեր են, ասպես բարականեր են, մեկը բոքսեր մնե, որ մրցումի մադեն նոկաուտ կնե եւ գմերցնե իր բանը, չուզելով, so ադիա մեղքը կավելու համար ցկած է աղբանոցներում մեջ կաբրի եւ աս վերջին աղբանոցի մեջ հաստատված է, ասենք, բզդիկ աղջիկ մը կդածեոն աղբանոցի մեջ, անիգա ինքը որտեքրած է, հետնա բզդիկ քայլմը, այդ բզդիկ քայլն ալ որտեքրած է, հետո հոն եկած է քիտնագամը, որ նորեն society-ին դուրս նետածեր են, եւ ասես մեքենամը գիշինը, որ ամեն ինչ կրնա թրցնել այդ մեքենային միջոցով, ադոր վրա աշխատի գործենք, եւ վերջապես ասես չագերդյալ թերասանուի մգա, աղջիկ մգա, որ թատրոնի մեջ աշխատած է, միշտ ուզած է թերասանուի ելալ, բայց արիթ չէ ունեցած, որ թատրոնի մեջ աշխատած է, հավաքող եղած է եւ այլն, եւ իրիգում է, որ մեկը չի գա, բեմին վրաներ ինքը, փորձած է Շեքսպիրի Օթելլոյի Դեսդեմոնայի մոնոլոգը անել եւ մեկը հանգարցելու են ծափարելով եւ այլն մոդեցած են բռնապարած է եւ այդպես մի քանի անգամ բռնապարած են ուրեմն քիչը այսինքն 4 անձնավորություններ, որոնց միացուցած է աղբանոցը, որտեղ իրենց ցանկը հուսահատությունը հոն առաջնորդած է, շատ հետաքրքրական նյութ մնե եւ գրնանք փոխապերական իմաստով անշուշտ հասկանալ նյութը։ Դեր վերջին անցը գա որ բավական հետաքրքրական է, անալ սիրքի մեջ աշխատող դրամի եղած է, որ տնտանոտով գտերեին մարդիկ սիրկերում մեջ։ Ուրեմն անգամ թրած է եւ գլուխը սույնին եղած է, ուրեմն քանգը վերեն քոյություն չունի, բաց է։ Օ։ So ցկած այո որ արտնցած է, ասած որ ես ոսինչ կնեմ, ես Ատլանտիս պետք է երթամ, ես Ատլանտիսի քաղաքացի եմ։ Եվ սկսած է շրջակայել երկրի, ինչը որ ոսախբանոց կա ասնի։ Գմյանա սնդանիկին ծևով։ Այո։ Մենք պիտի չարցնենք, որ վերջավորության ինչ կլա ամեն մեկում վիճակը, պիտի հուսանք, որ աստադրոնը որ մնայև հոսքու կա Մոնտրեալի մեջ։ Հուսանք, բզդիկ հույսեր կան աշխատանքը գրնանք սկսիլ կգարձեմ, նայենք ինչ պիտի լա, ինչ ծեով պիտի արջև կա։ Հուսանք, այսինքն, որտեվ ծրագիրը որ Հայաստան էր տա,
նայենք ինձով գլա գնալ հոն հոս միասին գնենք մի անգամ են տուրը գլա Շատ լավ։ Հակոբ, համասկայնի թատրոնի մասին եթե խոսենք, դարին քանի թատերախաղ գարդատրեն։ Հիմա ներկայիս մեկ էր աս վերջին դարիներում մեկ ելույթ կնենք, բայց ժամանակ մեկա որ երկու ելույթ դրինք, ես որ նոր եկած էի երկու ելույթ կնեինք կոր, բայց հետո մինագս մնաց, ասենք ուրիշ փեմատրիտ չի մնաց, ադոր համար մեկ ելույթ սկսան կնել, բայց հուսամ քալ դարվնե սկսյալ փորձեմ երկու ելույթ դնել մինագս։ Եվ նույնպես գա այդ հետաքրքրությունը ժողովրդին մոտ, այսին համասկայնի թատրոններն լեցուն սրահներու թիմաց դեղի կունենան։ Ոչ աչափ, թշպախտապար գսեմ, մեր հայ հանցադեսը քիչ մասպես թող չի ներվի ինձ մեկ քիչ մաբերախտ է մեր թատրոնի հանդեպ։ Փանեն անցնելեն հետո չի գերցանք կալ, ժամանակ չունեցանք, չէինք գիտեր, բայց ինքը հետո լսեն անպայման գուզեկալ։ Բայց արդեն ուշ է։ Արցականքը երբ կլսեն։ Արդեն ուշ է։ Գարձեմ ամեն դեղ նույնն է բացկերը։ Հետո ալ գարձես աս օրերուն ժողովուրդը ավելի ասանք թեթև թատրոններ կփնդրե, կոմեդի կփնդրե։ Ճիշտ է, բայց եւ որ դու գսես ասիգա դրամատիկ պիես մնե ասենք, ադիգա ասել չէ որ մեջը խնդալիք վարքյաններ։ Ճիշտ։ Այսին ես իմ ամենը պես абսուրդ որտեվ շատ ավելի ինձ գսեն որ абսուրդի Փեմատրիչստուն абսուրդը գսես։ Ամենաաբսուրդ պիեսները սալ մեջը շատ խնդալիք վարքյաններ եղած են։ Օրինակ որ ջաղած սոպրանոն Փեմատրիցի շատ խնդալիք վարքյաններ կան։ Առաջին պիեսը որի Զանզալախտը, որ արաբ քրողեմը թարգմանած է, մեջ շատ խնդալիք բաներ կար, վարքյաններ կար։ Սել չէ որ զվարճալի վարքյաններ չկան, ասոր մեջ նույնիսկ շատ black humor մը կա ասոր մեջ օրինակ։ Հետո երբեմն ալ գուզես թատրոնը դուրս գալ մտածելով, այսինքեզի բամ մտա որ մտածես դուն երտալով, ոչ թե միայն կաս խնդաս լավ ժամանակ անցնես, այլ մեկ իր դեղ ունի անշուշտ։ Ինձ համար ներկայիս օրինակ թատրոնը ես շատ համաձայն չեմ որ դբրոց է եւ այլն։ Թատրոնը հիմա այն դերն է որ ուր հարցատրումներ գտնվին փեմի վրա։ Եվ այդ հարցատրումներուն պատասխանները ադեներ գրնանք տալ փեմի վրա, գրնանք չի դալ, բայց դերն է որ ուր արդայություն մգա, բանի մասին, մտահոգության սկացումի մասին, արդայություններ են որ քեզի մտածել գուտան, հարցատրումներ կհարաճացնեն քո մեջ։ Այո։ Եվ ադիա գրնալը դերուն վրա չլա, գրնալը 1-2 օր հետո ահա ասանգեր ասես։ Ճիշտ ադոր համար կոնե ինձ համար ադե թատրոնը։ Հակոբ իդքամ անձնական հարցում հիմա, քանի ամիս առաջ ծեր եղբայրը հոսեր դոկտոր Խաչիգը եւ իր հետ բախտ ունեցա երկու հարցազրույց ունելու։ Խաչիգը Արժանտին գաբրի, բայց տուն վստահ եմ որ ունիս այդ ասենք գարելիությունը երկրեն դուրս գալու Եթե գամեցողությունը լանշուշտ, բայց որոշած ես կարճած մնալ եւ ապրի լիփանանի մեջ, ինչն է որ քեզի լիփանանի մեջ կարճած կբահե։ Նայ ես ալ դիգնոջս հետ 2014-ին էր իրենսի կամ գկախտենք կամ վերջնական գահստատվինք լիփանան։ Սպասելով որ 64-ը լանք վերջանանք Անգեց հետո Հայաստան հոն փորձենք հաստատվել, որտեղ հոմբզդիկ հողաշերտ մնա ունիմ եւ այլն, որ վերջ բոլորիս երազն է չէ Հայաստանը։ Բայց ներկայիս մեր ասպես նախընտրությունը եղավ Լիբանան մնալ, հոն աշխատել, հոն հաստատվել։ Հետո դերմը գիտես ասիկա ժամանակին ագսկա երդասարտադենսը որ թուսկել էինք կորզով 2-3 օր հետո ասպես սկսեմ Յալա թող վերջանա որ Լիբանան վերաթարնամ։ Այսպես գախարտությունը գա Լիբանանի մեջ իր ամեն վատ բաները։ Այո։ Որ չես կրնար չի վերաթարնալ։ Ես վստահ եմ ովևէ մեկը որ Լիբանանեն կախտած է Կանադա։ Եթե հիմա արիթ ունենա երթալ Լիբանան, մի քանի ամիս մնա ոչ պիտի չսե։ Շատ սիրով իդ վերաթարնա, այդ մի քանի ամիսը պիտի մնա Եվ շատ լավ ժամանակ պիտի անցնի, հետո ետ պիտի գա, որովհետև ցանկի պայմաններ անան եղավ, որ ինքը հոս հաստատվեցավ, հոս սկսավ ապրելու եւ այլն։
բայց Լիբանան երթալը իր բարեկամները տեսնելը այսպես հին Այսինքն իբր նոստալգիան տուրիստ անշուշտ։ Հա, եթե գուզես իբր տուրիստ, բայց ավելի նոստալգիան է որ եդ իրեն։ Անի, այո։ Իր Բնական է։ ընկերները, հին ընկերները եւ այլն։ Շատ հետաքրքրական է։ Բայց այսինքն ընտանիքի համար հիմա հոն Լիբանանի մեջ գյանքը գայուն է բավարար է որ այսին աբրուստը ապահովես։ Ես պարկասուզոբից եմ։ Ես կնամ որ իմ օրվա հացս ապահովել։ Քլխուս վրա դանիք մգա մեկ անանկից չէ։ Անշուշտ մեծ ծրագիրներ չենք քննարկել, ճշմարտաբար, որովհետև դակավին այդ գարելությունը չունենք մեծ ծրագիրներու, բայց ես միշտ ուզեմ պոզիտիվին երթալ, ինչ որ այլ բարական, ես կսեմ որ գարելություն ունենք ասիկա լախտա արելու, եւ փաստորեն անոնք որ Լիբանան մնացած են, լման 70-ին իվեր կոնե իմ բարակա սկսեմ, բզդիկ տարիք ես պատերազմը սկսած էր, ամեն ինչ որ եղած է, այս կամ այն ցեով հաղթահարած ենք։ Կհուսանք որ նոր փորձանքներ չեն բադահիր, դակնապները անհամար է, այսինքն վերջերս մեկը մյուսին հետևեն։ Նույնիսկ ոս Կանադան վերջերս շատ թանկից չէ, էկոնոմիկլի չէ։ Ամեն աշխարհը ճիշտ է։ Խոսենք Կանադայի մասին, Հակոբասի քաներորդ այցելությունը դե մենք գհբարդանանք, այսինքն համեստորեն ասեմ քեզի մեր համայնքով, բայց դուրսեն դիդված ինչ է ձեր գարձիկը Լիբանանեն դուրս Հյուսիսային Ամերիկայի մեջ այսպիսի ցամաքամասի վրա։ Նայեցեք ես միշտ ասած եմ որ Լիբանանը սիրտն է սպիրկին, բայց դժբախտաբար աս վերջին դարիներու մեր աբրազին պատճառով ասենք այսպես կազմակերպական օրեն քիչ համայնքը գաղագոր անիվը իջած է դժվար գտարնագոր բայց ես վստահ եմ որ քալիկ տարիներուն ադանիվի հետ պիտի ուրի որովհետև այսպես նոր շունչ մգա երդասարտական քաոթի մեջ շարժելու քաոթի հետ կազմակերպելու բայց ներգայիս է որ գնայինք կարծեմ որ սպիրկի ամենագազմակերպված Եթե ամենագազմակերպվածը չեն, ամենագազմակերպվածները մեկն է Կանադայի բանը մեր հայ քաղուտը, հետո Ամերիկան վստահ Եվրոպան, հետո Միջին Արևելքը, ես անակ կսեմ։ Ես կարծեմ որ մեր մշակութային բոլոր միությունները, անխդիր բոլորը դեմը պետք է գնան, մտածեմ որ պետք է ցերկի երկարենք, որովհետև գացությունը թյուրին գացություն չէ։ Եվ միասին պետք է աշխատենք, կոլաբորեյտ ենք, որ կարենանք շարժել քիչմը, աստեղեն հոն դանիլ, հոնդերեն հոս բերել եւ այլն, որովհետեւ թյուրին չէ, ծախսալից է այլևս ասոնք, այդպես նույնիսկ եթե շատ սիրահոժար գուքան կներկայացնեն այդ ելույթները, արվեստագետները, բայց իրենց տիկետները կան, գեցությունը կա։ Այսինքն վերջո համատրող մարմինը գլուխը ուզես աս բոլորը անելու համար Այդ տոմեն գրնամսեր, որ համասկայինը կոն է իր բարդականությունը գնե, վստահ բոլոր մշակութային միություններն նույնպես։ Ամենայն թևս մենք պիտի եզրափակենք մեր հարցազրույցը, շատ ուրախ ենք, որ ասարիտը ստեղծվեցավ, քեզի ամենայն հաջողություն կմաղթենք բոլոր ծրագիրներուդ մեջ եւ կհուսանք, որ մոդորեն այս անգամ կդեսնվենք հետդ, բայց տարբեր գլխարկով։ Այո, հայկական Կասպարի Պեգյանի գլխարկով։ Շատ շնորհակալ ենք Հակոբ բարի եկածես։ Բարի լսեք։ Հարև ձեզ
Հայ հորիզոն ցեզի հետ է այսօր Արմեն Գարո եւ Շակե Գնջյան գետրոնեն ներս։ Այսօր հոս բացումը գդարվեցավ Մոնտրեալահայ արվեստագետուհի Անահիտ Աբրամյանի նկարչական գործերուն։ Գազագերբությամբ համասկային Քեբեկի Սանահին մասնաճյուղի գերբարվեստի հանձնախումբին։ Միասնապար շրջինք եւ վայելենք Անահիտ Աբրամյանի շատ գեղեցիկ գործերը։ Անահիտ ծնած է 1950-ին Երևան։ Շրջանավար է Երևանի տելևիզիոն անվան քեղարվեստի պետական կոլեջին, որի հետ ավարտած է Սանկտ Պետերբուրգի քեղարվեստի բարձրակույն վարժարանում։ Նույն տարին կառավարության հրավերով մասնակցած է քաղաքի քեղազատման աշխատանքներում։ Հաջորդ տարի անհատական ցուցահանդեսներ գված է Մոսկվա եւ Երևան։ Իբրև գրավը երկրորդ դեղը գրաված է Մոսկվայի 1989-ի, Կալինինգրադի 1990-ի մրցույթներում։ 1991-ին հաստատված է Մոնրեալ, շարունակելով ասպարեզը եւ նախընտրած մասնագիտական ջրերի մեջ նկարչություն եւ գրավիչ։ Խորհրդակար։ Անահիտի գործերը կարելի է գտնել անձնական եւ հանրային հավաքածուներում մեջ, ինչպես Իտալիա, Նորվեգիա, Ճապոն, Ֆրանսա, Գերմանիա, իսկ Կանադայի մեջ Տորոնտո եւ Մոնրեալ։ Անոնցմի մի քանի մեջ տավեց կուսուցատրենի տանկարաններում մեջ, օրինակ Մոսկվայի Պուշկին գերարվեստի տանկարանը, Երևանի ժամանակից արվեստի տանկարանը, Մոնրեալի բիբլիոթեք et Archives Nationales du Québec հաստատություն։ Անահիտի գործերը բարձր գնահատած են Մոնրեալի լավագույն պատկերասրահներում կողմեն, հատկապես Vieux Մոնրեալի լագիլ գրաֆիկ արվեստանոցի մեջ, ուր երկար տարիներ Անահիտ տվայել անձնաշնորհյալ մշակություն եւ միջոցներ իրագործելու եւ ցուցադրելու իր լավագույն գործերը։ Անահիտը մեր քաղաքի մեջ իսկապես անձանոթ կամ ծանոթ արվեստական հանճարների մեկն էր։ Գրնալալ դասնյակ տարիներ իր քեղեցիկ նկարչությամբ, իր քույներով, իր փայլուն ստեղծագործություններով եւ իր քիչ whimsical imaginative genius անոր իսկապես արվեստը գտնահատե կարծեմ միշտ սիրած են Անահիտին գործը եւ շատ ուրախ եմ որ այս տարիքին որ հասած է հիմա նորեն համասկայինը պատրաստ է իր գործերը ներկայացնել մեր քաղաքին եւ հուսամ մեծ թիվով մարդիկ կան տեսնան եւ ամեն մարդ պետք է մեկ հատ Անահիտ ունենա իր տունը։ Վստահ դուք Ալոնիկ Անահիտ։ Քանի մահադունին կայո եւ գարձեմ այսօր պիտի ավելցնենք իր գործերը այնքան յուրահատուկ են որ պետք է ամեն մարդ մեկ հատ կոնե ունենա եւ առնե եւ նվիրե ուրիշին որովհետեւ հիանալի գործեր են եւ ամեն դեղ գրնաս տնել աս գործը եւ հիշել որ հանճարեղ արտիստ մգա որ Մոնտրեալ ապրած է շատ երկար տարիներ։ Շատ շնորհակալ եմ։ Շարժեր հաջողություն։ Ձովիկ քեզի համար Անահիտը նոր թեմք մտչե դարիները իվերգջանչնաս զինք եւ իր գործերը։ Այսօր քիչ մը դխուր էր մեզի համար որ իր հրաժեշտի ցուցահանդեսը գարձես պիտի լա, բայց դարձյալ սրահը գփայլի իր գործերով։ Այո, անշուշտ Անահիտին գործերը միշտ եղած են փայլուն, միշտ եղած են հաջող։ Ջանցած ենք իրեն 1992-ին ինչպես որ ասինք խոսքի մեջ երբ նոր եկեր Երևանեն առաջին դերներ ավրացիներն էինք համասկայնական որ ցերկերը բացինք ցերկերը եւ ընդունեցինք զինք ամեն ցևով գրնակ եղանք եւ գրնա մսելանգից իվեր գրնալալ 6-7-8 անգամ ցուցանտեսներ հրացենք շատ մոդ է մեր սրդին համասկայնի ընտանիքին մաս կգազմեցեվով մը արժեքավոր արվեստագետուհի մնե հբարդ ենք իրմով հայության մեջ իրեն բես մեկ ունենալուս համար Տշպախտություն է որ այսօր մեր մեջ չգրծավլալ թատրած է աշխատել է հոգնած է բայց փորձեցինք իր գործերը անգամ եւս ցանոթացնել արիթը դալ ժողովրդին ճիշտ է որ նորը պիտի չկա ասինք կոնե լավ ցևով ներկայացնենք բադբավոր ցևով որովհետեւ ժողովուրդը անգամ եւս կարենա օգտվել եւ վայելել իրենց դուներենես նոր դարվա արիթ է
ասենք լավ մաչելի քիներով են պետք է ասել, ընդհանրապես շատ ավելի են քիները, բայց այսօր քիչ ամեն ինչի հարմարելով ասեգացությունը։ Այո։ Շատ շնորհակալ եմ։ Խնդրեմ։ Դոկտոր Դարակչյան, իբր արվեստագետ ինչպես կքննադեք Անահիտին գործերը։ Նախ շատ քննադելի է համասկայնի առանձնահատկությունը Անահիտի գործերը այստեղ ցուցադրելու, քանի որ դարիներ է վեր Անահիտի ցուցանտես չէր եղած եւ հանրությունը ընդհանրապես լուրջ ուներ Անահիտի գործերուն ծանոթ չէր։ Ես անցյալին դերևս 20 տարի առաջ իր գործերուն ծանոթ էի եւ իրեն մոդիկ ծանոթություն չունենք, բայց հանդիպած եմ իրեն, հետաքրքրական ոճ ունի, յուրահատուկ, ափսոս որ ավելի արդատրելու արիք չէ ունեցած եւ այս վերջին ցուցանտեսն է որ գնեն։ Շատ հետաքրքրական է եւ արդյոք եթե իրենց հավաքածուային մեջ ունենան այս գործեն, չիպդի զղջան, կոնե իրենց կանադահայի արվեստագետներու իրենց հավաքածուն ամբողջացած գլան։ Շատ շնորհակալ եմ։ Վարձ կգադար, շնորհակալ։ Բարոն Սամուել, ցեզի համար ալաս բարդականությունը թե ծանր է եւ թե հաճելի պետք է լա նույն ժամանակ ծեր քրոջը գործերը ներկայացնելը իր բացակայության ինչպիսի զգացում մնե այսօր հոս շատ տարօրինակ զգացում է որովհետեւ քույրս միշտ ներկա է եղել իր ցուցահանդեսներում եւ այս առաջի անգամն է որ ինքը ներկա չէ եւ ցավոք սրտի քիչ պայմաններում այո բայց ինձ համար շատ թանկագին է այս ամեն ինչը հատկապես որ համազգայինը Քեբեկ եւ իր անդամները ամեն ինչ արեցին որ այս ցուցահանդեսը կատարվի եւ մի կողմից էլ շատ ուրախ եմ որ գործերը դեր ապրում են դեր Ովևէ մեկ ժամանակ կրնա մեկը ցեզի մոդենալ եթե ասենք աշապատա վերջին արիթ չունեցավ իր գործերեն ցերկ ցկելու Պրոբլեմ չկա միշտ Ինչպես կրնան ցեզի հետ կապվի Հերախոսով Բարոն Սամուել շատ շնորհակալ ենք ցեր վարձքը գադար Ես եմ շնորհակալ ձեզանից Հասմիկ երկար դարիներ համասկայնի գերբարվեստի հանձնախումբի մեջ աշխատած ես եւ ասկե առաջալ Անահիտի գործերը ցուցադրած եք Այսօր ասկան դարիների հետ վստահ եմ որ հին հիշադակները արտնցան երբ Անահիտը ցեզի հետ ներկա գլար Այո, շատ շիրակ է այդ խոսքը երբ որ համասկայնական ենք եւ մանավանդ գերբարվեստը գսիրենք բացարձակապես աս խմբագեն դուրշենք ելար Երբ որ ուրեմն Ձովիկը մոտեցավ հերացայնեց, որ աստիսի պան մգա, ձրակիր մգա, մեջնես անգասկած այոսի, որտև սրդի շատ կխոսի և մանավանդ Անահիտը շատ արժեքավոր արտիստ մնե և գսիրենք և ուզեցինք բոլորովին մեր օգնությունը բերել այս ցերնարգով Անահիտին գործերում մեջ ինչը ամենաշատ քեզի այսինքն դպավոր է Ես Անահիտին ստեղծագործությունը ինչս եմ ամենեն կարևորը ինքը հատուկ ոճ ունի քիչ թեատրալ ոճ ունի դիզայն լյուդիկ հաճելի ոճ ունի abstretnal ունի, ներկայացումն ունի, ծաղիկներն ունի, անանք որ շատ ուրախ սիրտի գխոսի, ամեն մեկը անկասկած որ իր տաբլոները երբ որ գտեսնանք, ամեն մեկը իր անդրադարձը եւ իր հասկացողությունը ունի, անոնք բոլորովին անհատական բացատրություններ են Շատ շնորհակալ ենք, շատ ուրախ ենք որ Անահիտը բաճար եղավ որ իդ վերադառնաս Այո, շատ ուրախ եմ
Լենա գտեսնեմ, որ դարաշրջանը շատ ասանք քեղեցիկ փայլուն ցուցահանդեսով սկսակ, ուրեմն ինչու Անահիտը։ Անահիտը, որովհետև Մոնտրեալի մեր արվեստագետներեն հիներեն է եւ ուզեցինք իրեն ալկաչալերել եւ մեր դարաշրջանը իր մով սկսանք, իր սիրուն պայլուն գործերով։ Գգարձեմ, որ բավական սիրողներ ունի Անահիտը, ուրեմն եւ վաճառքը բավական լավ գնտանա մինչեւ հիմա, ծեր գարձիկը։ Այո, Անահիտին սիրողները շատ են եւ շատ ուրախ ենք արդեն բացումն ենք, բացումը չսկսած արդեն մի քանի հատ ձախեցինք, վաճառվեցավ, իր ստայլը դարբեր է, այո, դարբեր գործեր ունի, ակրիլիկով գաշխատի, լիտոյով գաշխատի, բայց հիմա հոս դարբեր գործեր ունինք, կոլաժներով, այնպես կտեսնեք մեր ետևի գործերը, այո, եւ քիները շատ մատչելի թրած ենք, անոր համար գարձեմ մեր այո օգնեց։ Շատ շնորհակալ ենք ձեր վարձքը գադ։ Շատ շնորհակալ ենք ձեզ։